Ասում են դե լավ, այս ընդդիմությունը մեր համար նվեր է, մենք իրանց հետ հարց չունենք, Դուք ինչքան ինչ են լինեք, ներկայացնում, հեղինակություն չունեն։ Լավ, այդ դեպքում 30 հոգիդ խոսում է, 29-ը իրենց ելույթի մեծ մասը նվիրում է Դաշնակցությանը։ Ինչի՞։ Բա որ այդքան այտենց հարմարվող ձեր համար ձեռնտու ընդդիմություն ենք։ Ինչ եք լույսը բասում մեզնից խոսում ու մեր գաղափարախոսությունից։ Ինչ եք մեր ընկերներին այս ամբողջ 4 տարվա մեջ մի քանի տասնյակ մարդ ապօրինի ձերբակալել, ամիսներով տարել կարանք։ Ես պահին մեր ընկերներին ինչի են բանտերում։ Մեր երիտասարդական միության ընկերներին ինչ եք հետապնդում։ Այս ընթացքում մի քանի 100 դաշնակցականներ տարբեր գործերով կեղծ շինցու հարցակնության են ենթարկվել։ Մի դաշնակցականից լինի կին, երիտասարդ, հեռավոր գյուղում ապրող ընկեր չեն կարողացել ստիպելով ցուցմունք կորզել։ Այս է դաշնակցությունը։ Ու իմ վստահությունը գալիս է այդտեղից։ Դաշնակցությունը կանգնել է իրենց կոկորդում։ Այս ծրագրերը իրականացնելու եւ ավարտին հասցնելու համար իրոք ամեն ինչ պետք է անեն, որ դաշնակցությունը փակեն, կասեցնեն, վարկաբեկեն, թիրախավորեն, այն ինչ որ անում են, ձերբակալեն։ Ազգային գաղափարախոսությունը փակել, ոչնչացնել հնարավոր չի։ Իհարկե սա թուրքերի ծրագիրն է։ Իհարկե սա հստակ հրահանգ է ազգային ուժերին, հայ առաքելական եկեղեցուն, այս ժողովրդի պաշտպանությունը կազմակերպող, ժողովրդի իրավունքները պաշտպանող կազմակերպություններին ոչնչացնել։ Բայց դա մնալու անդամեն իրենց երազանք չեն կարողացել, չեն կարողանալ։ Եթե մենք ասում ենք մենք ուրացող չենք, եթե մենք ասում ենք մեր ժողովրդի հավաքական իրավունքներից հրաժարվող չենք, դա չի նշանակում մենք չենք կարևորում այսօրվա սահմաններով Հայաստանի Հանրապետությունը ուժեղ պետականություն ունենալ, որովհետև մենք ունենք շատ այստեղ խորքային համոզում։ Մեր ժողովրդի իրավունքները կարող ենք իրացնել, մեր պահանջատիրությունը կարող է իրականություն դառնալ, եթե այո մենք ունենանք ուժեղ, հզոր Հայաստանի Հանրապետություն։ Եվ եթե մենք ասում ենք այո, ցեղասպանությունը չի կարող ուրացվել, եթե մենք ասում ենք այո, Արցախը հայկական է եւ Արցախայերի վերադարձի իրավունքը առարկների կամ սանկարկման առարկա չի, դա չի նշանակում, որ մենք Հայաստանի Հանրապետությունը չենք կարևորում կամ միայն խոսում ենք եւ գործում անցյալի համար կարոտով։ Իհարկե մենք կարոտում ենք Արցախը, իհարկե մենք հիշում ենք մեր նկատմամբ իրականացված ցեղասպանությունը եւ դա երբեք չեն կարող ի տարբերություն իրենց ուրանալ։ Բայց իրենք են փորձում այդ հակասությունը գտնել, դրանով արդարացնելով այն ամեն ինչի, ինչ որ արել են մեր երկրի եւ ժողովրդի նկատմամբ։ Դա քաղաքական ուժ, որը ասել է, ես ունեմ ծրագիր, ես գիտեմ դա ինչպես պետք է անել։ Երբ որ կհասկանանք, կներկայացնեն իրաց ծրագիրը, քայլերի հերթականությունը շպրտեցի քաշվակ ենկում նման բան չկա։ Երբ որ առաջի հանդիպումը եղել է, այդ հանդիպման ժամանակ 4 ամիս առաջ այո, այդ առաջարկը կրկին եղել է, որ տղերք ստորագրության մեջ չի հարցը։ Խնդիրը ոնց ենք անում, պետքա կենտրոնանալ դրա վրա։ Ու հարցեր ենք ունեցել, այդ մենք էլ չենք հասկացել ինչ քայլերի հերթականությամբ այս ամեն ինչը տեղի ունենալու է, բայց մենք հույս ունենք, վստահություն ունենք, որ իրոք այսքան հարց ունեցածնելուց հետո տակը կա ծրագիր քայլերի հերթականություն ու գործողություն։ Եթե մեկը շարժում սկսելուց առաջ ասի ես 100% գիտեմ, որ հաջողել եմ, ուրեմն ինք իրավիճակից բան չի հասկանում։ Այստեղ խնդիրն այն է, որ դու 100% տրամադիր ես, կպնես այս գործին ու ունես ծրագիր։ Իսկ ինչ վերաբերում որ դիմադրության ժամանակ չգիտեինք, դες ավելին ասեմ։ Այդ ժամանակ գիտեի ոչ միայն ես, ինչ քայլերով, ինչ հերթականությամբ, ինչ ծրագրով ենք առաջ գնում, այլ նաև իմ գործընկերները դիմադրության շարժում ունեցել ծրագիր, քայլերի հերթականություն, ժամանակացույց, որի մասին տեղյակ են եղել շարժման առնվազն խորհրդարանական ուժերի ղեկավարները ու նրանք, ովքեր որ պիտի տեղյակ լինեն։ Հետևաբար, այն որ գալիս են այստեղ մարդիկ ասում են, ինչի մենք գիտեինք դիմադրության ժամանակ, նորմալ է որ դուք չգիտեիք։ Դու ինչ պետք է իմանայիք, բայց մարդիկ կան, ովքեր որ պետք է իմանային, իրենք գիտեին ու իրենց հետ էլ մանրամասն քննարկվել էր։ Ես տեսա անդերշուն մեկը կա Պաձեզդը կեղտոտ է, Հիտլերը տեղում չի, ինչի իշխան Սաղաթելյանը հայտարարեց, այլ ոչ թե Սեյրանով, ձեզ ինչով հայտարարեց։ Խմբակցության անունից պաշտոնական հայտարարություն ա եղել։ Ու շատ հստակ
առանց թիրախավորելու, առանց հեգնելու 4-ը բան եմ ասել, որ այս հիմքերը մենք կիսում ենք, երկրորդում ենք ու առաջի անգամ չի, որ այս հիմքերի մասին խոսում է իր հեռացման, սրա մասին առնվազն 4 տարվա մեջ մի տասնյակից ավել հայտարարություններ արվել։ Երկրորդը վստահեցրել ենք, որ կան ստորագրություններ առաջ չի գնում, որովհետև Հայաստան խմբակցության ստորագրությունները այս ձևաթղթի տակ չի։ Եթե սա է խնդիրը, խնդրեմ, ողջամիտ ժամկետներում պատասխանատվություն ստանձնած քաղաքական ուժ կա, process-ը սկսեք։ Ու վերջում մենք էլ մեր աջակցությունը այդ գործընթացին հայտնելու ենք։ Ու մի հատ էլ կարևոր բան եմ ասել եմ այս ամբիոնն էլ մի օգտագործեք, մենք չենք օգտագործել 5 տարվա մեջ ընդդիմադիր դաշտի ուժերին թիրախավորելու համար։ Այս ամբիոնը մեր համար ծառայել է մի նպատակի։ Այս երկիրը կործանողին հարվածելու, ժողովրդին ճիշտն ու իրականությունը ասելու եւ հնարավորության սահմաններում մեր երկրի շահերը պաշտպանելու համար։ Բոլոր ուժերը անկախ իրենց դիրքավորումից այս աշխատանքը պետք է անան։ Առաջինը թույլ չտան, որպեսզի Նիկոլ Փաշինյանը իր հերթական զիջումը, կապիտուլյացիան, նոր հանձնումները հանրությանը ներկայացնի իբրև խաղաղություն, իբրև լուրջ ձեռքբերում, հաստատված հիմա 2 ամս է կանալ, չգիտեմ ինչ եւ այլ։ Երկրորդը պետք է հիմիկվանից մտածել այն մեխանիզմների մասին, որ ինքը փորձում է ամեն կերպ դիմադրության օջախները ոչնչացնել, ջարդել, որպեսզի կարողանա իր ծրագրերը իրականացնել։ Ակնհայտ է, չէ՞, որ առաջիկայում նոր ռեպրեսիաներ անելու, նոր ձերբակալություններ անելու, եթե ուժը հերիքեց, այո, նաև շատ ուժերի թույլ չի տալու մասնակցեն ընտրություններին։ Մոլդովայի օրինակով։ Այո, հետևաբար պետք է հիմիկվանից այդ մեխանիզմների մասին մտածել, այդ դիմադրության օջախները ավելի ուժեղացնել եւ սա այն օրակարգն է, որ ընդդիմադիր դաշտի բոլոր ուժերը մեծ, փոքր, հին, նոր պետք է այս օրակարգի շուրջ համագործակցեն։ Խաղ բանտարկյալների հարցով պետք է իրոք ցանկացած մեկով հալածում այս իշխանությունների կողմից եւ իր քաղաքական Հայաստանի համար ձերբակալվում է, կապ չունի ես ինքը ինձ քննադատելա, չի քննադատել մեր մասին ինչ եւ այլ, պետք է իր պաշտպանությունը կազմակերպել եւ առաջիկայում եւ Սրբազանների իմաստով եւ Սամվել Կարապետյանի այստեղ շատ կարեւոր է այս միասնական ճակատը ցույց տալ։ 26 թվականին ընտրությունները չի կեղծելու, այո, կեղծելու է, վարչական ռեսուրս չի օգտագործելու, այո, օգտագործելու է, ամենամեծ այլանդակությունները փորձելու է անի, այո, բայց հիմա եթե այդ ընտրությունները եկավ, ինչ ասելու ենք, այս ամեն ինչը անելու է, եկեք ոչի բան չանենք, նստենք տեսնենք ոնց է վերարտադրվում, թե հիմիկվանից պետք է պատրաստվել, որպեսզի այդ հարցերը կարողանալ կանխել։ Օրինակ ամեն Հայաստանում կա 2000 տեղամաս։ Ամեն տեղամասում պետք է 2000 մարդ ունենալ։ 2 հանձնաժողովի անդամ, եղավ 4000, ամեն տեղամասի շուրջ պետք է կորիզներ ունենալ առնվազն 3 հոգի, եղավ 14000։ Այսինքն այսօր որ քաղաքական ուժն է այդքան մարդու հետ փորձում աշխատել, կազմակերպել, որ հավանական կեղծումները թույլ չտա։ Այսինքն այս պետք է անել։ Սրա կողքին պետք է ներկայացնել այլ ընտրանք եւ գիշեր-ցերեկ աշխատել ժողովրդի հետ։ Գիտեք, կա բազմաթիվ խնդիրներ, կան մեծ դժվարություններ բոլոր իմաստներով։ Իրոք մեզ սպասում է շատ ծանր շրջան։ Եվ երկրի արժև կանգնած մարտահրավերների իմաստով եւ այն ներքաղաքական զարգացումները, որ սպասում է, այսինքն ինքը դասական սովորական իրավիճակներով ընտրություն չի լինել, որովհետեւ այս մարտը կորցրել է իր վստահությունը ժողովրդի մոտ, իր վերարտադրվելու շանսը իր ուժային իրեն ծառայող սրբությունը կորցրած կառույցների գործունեությունն է, որ պետք է կարողանա նոր ռեպրեսիաներով, նոր այդ օջախները ոչնչացնելով վերարտադրվի։ Ծանր շրջան է այս իմաստով սպասվում, բայց պետք է հավատալ, պետք է կազմակերպել, պետք է պայքարել, ոչ մի բան պետք է չխնայել առնվազն այս հաջողելու համար եւ 7 տարի այս ամեն ինչի միջով անցնելուց այսքան կորուստներից հետո եթե այս հնարավորությունն էլ բաց թողենք, իրոք շատ դժվար է լինելու, այսինքն պետք է այս ամեն ինչին մոտենալ, լինել չլինելու սկզբունքով։